Պարոն Բաբայան, դուք նոր ժամանեցիք այստեղ, քննիչները իրավապահ համակարգի ներկայացուցիչները սպասում են, որ ինչ-որ քննչական գործողություններ պետք է սկսեն, մանրամասնակ խնդրում եմ, նախ ինչ գործի շրջանակներում է եւ ինչ կարող եք ասել սրա հետ կապված։ Գործը վերաբերում է այսօր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված այդ տեսագրությանը, ենթադրաբար դրան է վերաբերում, հաշվի առնելով այն ինչ որ ես հիմա կարդացի։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կա որոշում կայացված երկու անձանց, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի որդու եւ հոր ձերբակալության վերաբերյալ։ Հիմա որոշումը կա, ծանոթացանք որոշումը, Մարտուն Գրիգորյանի հայրը Կամո Գրիգորյանը այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրեն, որ ոստիկանությունը իրեն պիտի ձերբակալի, ձերբակալման որոշում կա, հայրը գալիս է արդեն այստեղ, որպեսզի ներկայանա ոստիկանությանը։ Դե գործը որդին էստեղ է, որդին մեր կողքը կանգնած է։ Գործը վերաբերվում է ենթադրյալ ինչ որ նախընտրական քարոզչության ընթացքում, ինչ որ խոստումներ տալուն, ինչ որ ընտրակաշառքներ բաժանելու, այսինքն որոշումներից հստակ չի, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում, հա, ընդհանուր ձևակերպումներ են, դրա վերաբերյալ երկուսն էլ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն եւ նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար, այսինքն կալանավորման նպատակով ձերբակալություն է իրականացնում։ Այդքան խիստ են որոշել մոտենալ։ Որոշել են այդքան խիստ անեն, հիմա արդեն ձերբակալումը կիրականացնեն, դրանից հետո ընթացքում կհասկանանք, եթե կալանավորման միջնորդություն կներկայացվի, արդեն դատարանում մի բան հասկանանք, պարոն Բաբան, խոսքը այն ձայնագրության մասին է, որ տարածվել էր այսօր։ Այնտեղ ինչ որ այսինքն տեսանյութ էր, որտեղ ձայնագրություն կար, որ ինչ որ մարդիկ խոսում են կաշառք։ Հասկացա, ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը։ Մարտուն Գրիգորյանի այս գործը։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը, այդ տեսագրությունից ակնհայտ կարող եմ ասել, որ եւ տեսագրությունից եւ հաղորդագրությունից որ տարածվել է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա։ Բայց հաշվի առնելով, որ այս որոշման մեջ չկան մանրամասներ փաստական տվյալների վերաբերյալ, թե ով ինչ է արել, այլ ընդհանուր ձևակերպումներ են, այս իմաստով կարող ենք ասել, որ այո, վերաբերվում է այդ վարույթին, որի վերաբերյալ այսօր տարածվել է հաղորդագրությունը։ Ինչու եմ հարցնում, որովհետև Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ մեծ զրույցում ասաց, որ ինքը ձայնագրության հետ կապ չունի, ոչ մեկին չի ճանաչում, այդ ձայները ծանոթ չեն։ Եվ իրեն վերագրում են ինչ-որ շիբինի գործ, որ որոշ ժամանակ առաջ, ընդ որում կարծես նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ իր թաղամասում շիբին է լցրել, որը միշտ է արել։ Շատ լավ, 2 կամ 3 օր առաջ ինչ-որ դիտորդներ, հա, անկախ դիտորդներ, եթե չեմ սխալվում, նաև Դանիելն են, այնտեղ ուրիշ մարդիկ էլ կային, Սաքունցեն կային, ինչ-որ իշխանության հետ շատ համագործակցված տեսահոլովակ են հրապարակում, տեսահոլովակ են վերցնում Մարտուն Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ կա Մարտուն Գրիգորյանի կյանքում կատարած աշխատանքներից դրվագներ։ Մարտուն Գրիգորյանը գյումրեցի, ինքը շատ վաղուց Գյումրիում որոշակի աշխատանքներ է իրականացնում, այդ թվում այդ մի կադրը կա, որը ավելի վաղ արվել, ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեցող։ Եվ սինխրոնիզացված այս իշխանության հետ այդ դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացնում դատախազին ենթադրյալ քրեական, հա, հանցանք կատարված լինելու առթիվ վարույթ նախաձեռնելու համար։ Դե շատ լավ առիթ է, դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն էլ օգտվել են այդ առիթից, վարույթը նախաձեռնել են, անձանց վերաբերյալ մեղադրական քրեական հետապնդում հարուցելու որոշումները կայացրել են, ձերբակալման որոշումը կայացրել են, հիմա էլ ուզում են կալանքի հարց լուծեն։ Խոզարկություններ եղել են հակրասենյակում։ Այս պահին չունեմ տվյալ, որ խոզարկություններ տեղի ունեցած լինեն, հիմա տեղյակ են, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելեն կհասկանան որտեղ ինչ կա։ Իսկ հիմա ինչ է կատարվում, այստեղ քննիչներ են, հա, կարծես։ Ոստիկանության աշխատակիցներ են, որոնք իրականացնում են ձերբակալման որոշման պահանջները։ Ինչ են, դուք այստեղ ձեզ են սպասում, որ ինչ-որ գործողություն իրականացնեն, հիմա ձեր ներկայացումը պետք է անեն այդ ամեն ինչը։ Գործողությունը ձերբակալումն է, այդ ձերբակալումը չեմ կարծում այսքան մարդու ներկայությամբ կկատարեն այն ինչ որ դուք տեսել եք տարբեր ինտերնետային կայքերում։ Պարզապես հիմա Մարտուն Գրիգորյանի հայրն էլ կմոտենա եւ միասին կգնան արդեն հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց ներողություն ժամանողները ոստիկանության աշխատակիցներ։ Այս պայն այստեղ գտնվող անձին ոստիկանության աշխատողներ են, որոնք հետաքննության մարմնի որպես իրականացնում են ձերբակալման որոշումը։ Պարոն Բաբայան, Չիբինի գործը, այսպես ասված, տեղական ժամանակ է մեդիադաշտ է նետված եւ բազմիցս պարոն Գրիգորյանը հերքել էր այդ տեղեկությունները, ինչու հենց ընտրությունից 2 օր առաջ եւ ոչ միայն պարոն Գրիգորյանի, նաեւ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի դեմ սկսվեց այս գործողությունները։ Բարձի, որովհետեւ 2 օր հետո ընտրություն պիտի լինի, որովհետեւ հասկանում են, որ այս ընտրություններում շանսեր չեն ունենալու, դե իրանք էլ գիտեն, չէ՞, տեսնում են։ Միամիտ մարդիկ չեն, գիտեք, լուրջ ծառայություններ ունեն, ազգային անվտանգության ծառայություն ունեն, որը տարբեր հարցումներ է իրականացնում, տարբեր
արդյունքները արձանագրում։ Դե հիմա տեսնում են, փորձում են ճնշել։ Երբ չի, Վանաձորում տենց չէր։ Դա այդ բոլոր տեխնացուները հերթով դրա մասին խոսում էին։ Մարտուն Գրիգորյանն ասում էր, սա ասել գիտեն, որ գալու են ձերբակալան։ Ռուբենը Մխիթարյանն ասում էր, բոլորն էլ պատրաստ են դրան։ Ամբողջ հարցն է, որ այս ձերբակալություններով իրենք էլ գիտեն, որ ոչինչի չեն հասնելու ու այդ լկտիության աստիճանը այնտեղ է հասել, որ արդեն ընտանիքի հորն են, հորը ձերբակալման որոշում են կայացրել։ Այդ լկտիության աստիճանը այստեղ է հասել։ Այսինքն նույնքան կարող են նաև իր մասով որոշում կայացնել, ուղղակի անձեռնմխելի անձը դրա համար չեն փորձել այդ մասը։ Իրանք կարծում եմ այդ անձեռնմխելիության վրա կարային ընդհանրապես թխած ունենային, բայց երևի տենց հասկացել են, որ Մարտուն Գրիգորյանին ձերբակալելով պարզ գիտեն, որ ոչինչ բանի չեն հասնելու, որոշել են տենց ընտանիքի անդամների միջոցով փորձեն ճնշել։ Շնորհակալ ենք ձեզ։ Կներեք, դուք իրավապահ համակարգից եք դուք։ Բարև ձեզ, կներեք։ Մի բան հարցնենք հետո, հա, դուք ով եք կներկանաք։ Ինչ եք ուզում ասել։ Դե որ ներկանաք ինչ եք ուզում։ Որ ներկանաք ասեմ, ինչ եմ ուզում։ Ոստիկանության ծառայում, ինչ է։ Ինչպես դիմեմ ձեզ։ Արտուր անունս, ազգանունս Ֆիշյան։ Ֆիշյան։ Այո։ Պարոն Ֆիշյան, մենք լրագրողն ենք, ինչպես տեսնում եք, կասեք ինչ նպատակով եք այցելել եւ ինչ եք պատրաստում Մեր անել։ լրատվական վարչություն դիմեք բոլոր հարցերին։ Դիմել ենք արդեն։ Մենք արդեն դիմել ենք։ Մենք հիմա ձեզ կենթանի տեսնում ենք, ուզում ենք ձեզանից հարցնենք։ Մեր լրատվականին դիմեք, ձեզ կպատասխանեն։ Ձեր լրատվականին ճանաչում ենք, համագործակցում ենք, դիմում ենք։ Ձեզ չեմ կարող ասել այս բանը։ Պաստաբան ասաց, որ ձերբակալման որոշումն է Ձերբակալել կասեն իրենց։ Արգելել է լրատվականը ձեզ խոսել։ Ոչ մեկ չի արգելել, նորից եմ կրկնում։ Դիմեք մեր լրատվականին, հարգելիս ձեզ կպատասխանեն։ Խնդրում եմ, ավելի հարցեր մի տվեք։ Լրատվականին դիմել ենք արդեն, ես ասում լրատվականից ձեզ տեղեկ ենք։ կպատասխանեն։ Ուզում հասկանալ դուք ինքնուրույն իրավասություն չունեք, ինքնուրույն որոշում կայացնեք եւ պատասխանեք։ Ոչ մի հարցին կներեք։ Ինչ որ խուզարկություն անելու եք այստեղ, գոնե դա ասեք։ Ոչ։ Պետական գաղտնիք, Ոչ։ խուզարկություն չեք Ոչ։ անել։ Ձերբակալություն երևի հա։ Ասեցի, չէ՞։ Դե գաղտնիք չէ, էլի կտեսնենք ի վերջո, Կներեք, չէ՞։ էլ ավել բան չեմ կարող։ Մեդիապի հարգելի հետևորդներ, քիչ առաջ Մարտուն Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը որոշ մանրամասներ ներկայացրեց, փաստորեն իրավապահներից ոստիկանության ներկայացուցիչներն են այստեղ, որոնք եկել են ձերբակալելու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն, ինչ որ շիբինի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակներում եւ հիմա Մարտուն Գրիգորյանն էլ է խոսում, մենք փորձենք նրանից էլ տեսնել ինչ է ասում եւ արդեն կտեղափոխվենք այլ վայր։ Պարոն Գրիգորյան, փաստաբան Արսեն Բաբայան ասաց, որ փաստորեն եկել են ձեր հոր եւ որդու հետևից, որ ձերբակալեն նրանց, այսինքն այստեղ ձեր տանը խոզարկություն չէր տեղի ունենալու, ինչպես հասկացանք։ Չէ, ինչքան հասկացանք, եկել են հորս եւ տղայից հետևից։ Էլի ինչքան գիտեմ, այդ Շեբինի գործն է, որով փորձելու են ձերբակալել։ Հիմա տեսնենք, արդեն փաստաբանը այստեղ է։ Ասացին ձեր հայրիկն էլ այլ վայրում է գտնվում, հիմա գալիս է ճանապարհին։ Զանգել եմ, այս բային գալիս է հայրս, այնպես որ խնդիր չունենք, մենք կաշկանդված չենք, բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ։ Թող գնան, տեսնենք ինչ են ուզում։ Ձեր տուն Պարոն Գրիգորյան, որ եկել ինչ են ասել ձեզ։
Դե տղայիս են ուզել, հորս են ուզել, տղաս էստեղ է սպային կանգնած է, ուղղակի սպասեցինք մինչև փաստաբանը կա, տեսնենք ինչ է ասում փաստաբանը, խնդիր չունենք, ուղղակի այնքան որ սպասեցինք փաստաբանին, որովհետեւ ինչ որ արվում է, փաստաբանի ներկայությամբ արվում, թե չէ։ Ձեր տուն չեն ներխուժել, չեն մտել, խոզարություն չեն արել ձեր բնակարանը։ Ոչ, նորմալ պահվածք է, դրսևորել ոստիկանությունը, այդ մասով խնդիր չկա։ Հարգալից վիճակը գրասենյակում ինչ են անում։ Ճիշտ ասած գրասենյակից տեղյակ չեմ, զանգեցին, ասեցին, որ մի գրասենյակում մտել են, չգիտեմ ինչ գործողություններ են արել այնտեղ, մյուս գրասենյակում այս պայթրությամբ ասեցին, որ ինչ որ մարտաշատ են, այնտեղ կանգնած են, բայց գրասենյակը այս պահին փակ է, քանի որ հիմա հասկանանք տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն նաև ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության տեխնազուների տներն են գնացել, հաջագիստների, այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ վերջում մենակ դուք մենակ Ես հաստատ մենակ չեմ մնալու, տղաները բոլոր ամեն մեկը իրանց աշխատանքները կատարել են, այդ մասով խնդիր չկա, երեք իրիկուն եմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք երբ, որ դոզայի տակ, մեր տված որ ճնշման տակ ինչ կարող է լինել։ Մեզ համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի քարոզարշավի շրջանակներում, այսպես խանգարեցին, հիմա չգիտեմ որ մեկը անեմ էլի, ես իմ հարազատների նայեմ թե ինչ, բայց այնուամենայնիվ Երևան խոսել եմ տղեկի հետ, մեր գործընկերների, պատգամավորների հետ, ես չեմ կարողանալու գնալ Երևան, քանի որ Գյումրիում տեսնում եք բոլոր թիմագիստներից նկատմամբ լուրջ ճնշումներ է կնում, մարդկանց ահաբեկում են, վախեցնում են, Երևանում մեր պատգամավորները այնտեղ կլինեն, տեղում կհասկանան ինչ է կատարվում, այդ մասով խնդիր չունեմ, հավաքներս այսօրվա այդ խոշոր հավաքը ոնց որ թե փչացրեցին ամեն դեպքում, բայց ոչինչ, առիթը կունենամ դրա տեղը հանելու, այնպես որ խնդիր չկա, բայց արձանագրենք, որ քարոզարշավի շրջանակներում խոչընդոտեցին, չկարողացա իմ քարոզարշավը մինչև վերջ նորմալ կազմակերպել, իսկ թե դա ինչի հետևանք է, եւ ես եւ արդեն գյումրեցիները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ հաղթող տեխնազուի դեմ պարզեր, որ այս ամեն ինչը պիտի արվեր։ Երեք ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ այդ մասին, թե ինչի էր միտված այդ վիդեո ռոլիկները, մյուսը եւ իշխանությունը ոնց էր ուզում ընդդիմությանը իր, այսպես ասեմ, իր զենքով խփեր, այսպես ասեմ, էլի, ընդդիմությանը ոնց պիտի վնասեին, ես այդ եմ բարձրաձայն է ու ոնց որ թե իշխանության ծրագրերը խառնել եմ, բայց ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, ես այս պրոցեսների մեջ մտնելով էլ գիտակցել եմ, երեք էլ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիրը այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր տեխնազուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բանի չի տանելու։ Գյումրեցիները այս ամեն ինչը տեսնելու են, գյումրեցիները զգալու են, հասկանալու են, որ եւս մեկ ընտրություն, եւս մեկ անգամ իշխանական հարձակում Մարտուն Գրիգորյանի վրա։ Իսկ այդ հարձակումը հասկանալի է, պատահական չէ։ Հաղթող տեխնազուին ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ։ Ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն տղայիս էլ, հորս էլ, թող տանեն ձերբակալեն, իրանք այնտեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում։ Նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ